Free News-ի եթերում հերթական լուրերից դուրս քննարկումն է այսօր տաղավարում ես հյուրընկալել եմ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Տենում եք չէ, լեզուս փաթ հանգնում ուրախությունից, ասենք վենսը գնացել է, բայց միևնույն է, էլի, ուրախությունը մնացել է։ Հիմա ըստ ձեզ մի տեսակ տպավորություն է, որ ազգի երևի թե մի 70%-ը իսկապես իրավամբ ուրախ է, հպարտ է, բայց մի 30%-ն էլ ինչ-որ շատ ընկճված է։ Ինչու՞։ Եվ մեր պարագայում բնական է, մեր պարագայում ուրիշ պարագայում ոչ, որովհետև այն ռուսական կողմնորոշում, թուրքական կողմնորոշում, ինչ որ սկսվեց 10-րդ դարի երկրորդ կեսերից, որի մեջ ռուսները մեծ դեր ունեն այդ մտային խաղերի, նաև մեր աշխարհագրությունը մենակ չի, իր աղետաբեր ընթացքն ունի։ Եվ մեր որպես ժողովուրդ, որտեղ շատ հետաքրքիր հարց տվեցիք, անակնկալ էր, նաև այն հանգամանքը, որ մենք ցեղասպանության տարիներին ազգային մտավորականությունից զրկվեցինք, տեսեք, մենք ցեղասպանության օրը ինչու ենք նշում 24-ին ապրիլի, այդ օրը ինչ եղել, շատ տեղերում բան էլ չի եղել, բայց այդ օրը մտավորական մասը հավաքվեց եւ առաջարկը դրա վրա եղավ, այսինքն ազգը գլխատվեց, ինչպես ասում են, հետո նաև սովետական տարիներին 30 թվի ստալինյան իսկական բռնաճնշումները եւ հենց ոչ պակաս ցեղասպանություն ավելի, հա, իբրև պետություն էինք եւ 36 թվին հենց երջանկահիշատակ կաթողիկոս Խորեն Մուրադյագանի խեղտամահանելը այսօր արդյունքը է, ուզուրպատորը շարունակականորեն նույն տեղն է նստած, որ իրենք ռուսները հրամայեցին մաքրել սովետելի եկեղեցին ազգային եկեղեցական ուժից կազմակերպական եւ այսպես դժբախտաբար այս երկու թեւը առաջացավ եւ սովետական տարիներին գիտեք ոնց է, ես նկատում եմ, որ մենք շատ ավելի ենք ռուսականացել, սովետականացում են ասել, քան իրենք ռուսները։ Հիմա մեր այս ռևանշիստները ամենանտիր ռուսներն են աշխարհի, հայ են ինչի մեջ են հայ, ասենք ֆիզիկական հասկանալի, հիմա ինչ եմ ուզում ասեմ, այստեղ ուրեմն աշխարհայացքային հարց կա կամ նաև երկրորդ մասը, արդեն ավելի կոնկրետ է, նյութական, քրեական հարցը, ինչու, պարզ է, որ եթե ով ուղեղ ունի, եւ չեմ վիրավորում էլի, բնականաբար հասկանում եմ, որ եթե բանը չլներ, Պուտինի հովանավորությունը, երևի թե այդպես ուղիղ, Քոչարյան Ռոբերտը վաղուց ուրեմն խցերում նամակներ էր գրում, եթե թողեին, եւ ինչ-որ Սամվելել բրիգադիրներով չէր կաստեղ, բացառված է, սա ռուսական ուղղակի հովանավորություն է, էլի, որոնք երկրի չասեմ էլ կողոպուտ, ինչ որ արել են, որոնք հարստացել են անչափ, բայց անօրինական, թե չէ ես անձամբ հարստանալու կողմարդ եմ, մենք ունենանք շատ հարուստներ օրենքով, աղքատ չունենանք, ոչ թե հարուստ չունենանք, աղքատ չունենանք, օրինակ ՔԺԿ տեսակետը այդպիսին է, մենք պիտի ունենանք հարուստներ շատ հարուստներ ունենանք, խոսք օրենքով թույլատրելի մասին, բայց աղքատ չպետք է ունենանք, ոչ թե հարուստ չունենանք, ուզում եմ ասել, բայց այստեղ անհավասար է, չէ, այդ կողոպուտով, KGB-ով, քցելով, մարդասպանությամբ եւ ռուսներին ծառայություններ մատուցելով, չեմ բացառում նաեւ, որ Արցախի հանձնման հետ կապված շատ մարդեր երևի հոնորարներ էլ ստացել են ռուսներից, որովհետև այդ Լավրով-Բերնան ռուսական նախագիծ է, Ալիևյան չի, լավագույնս օգտվեց, սրանքը պարզ է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամուր հիմքերը, են էլ տեխնոլոգիաների ոլորտում, են էլ ուրիշ բան, մոդուլային էլեկտրակայան ինչ է նշանակում, միջուկային ֆիզիկա ճանապարհը բաց է, թույլտվություն, այստեղ
մեկ Ամերիկա, հիշեք, որ նաև աշխարհի երկրորդ խոշորագույն միջուկային տերությունը Ֆրանսիան է, Փարիզն է։ Ինչքան եմ ասել տարիներ առաջ այս երկուսի մասին։ Այս բացելը լրիվ ուրիշ բան է նշանակում, սա նշանակում է արևմտյան մշակույթի ուժեղացում Հայաստանում, քաղաքական իմաստով իրավական պետության կայացում, որտեղ գողը դեր չունի, գողապետը չի կարող դեր։ Տեսակ Մադուրո։ Կոռուպցիան տեղ չունի։ Կոռուպցիան անում են, զսպվում է անչափ։ Եվ պորոտախ լինես բանի Կրեմլի ստրուկը, այստեղ քաղաքական դերակատար։ Օրինակ ես իրենց խորհուրդ կտամ, ծրվեն գնան, իրենց հասկացած լեզվով, վատ է լինելու, ոչ միայն Իրենց համար։ Իրենց համար, հա, իրենց համար, մի օր գալու են երևի մի հատ ուղղաթիռով, Մադուրոյի նման մի երկուսին կանանց հետ հանեն տեղաշորից ու հանեն տանեն, իրենք չեն գնա Ամերիկա, գտանեն կշպրտեն մի տեղ, որովհետև այդ պետությունը իրավական կարգ ու կանոնի ընկալման իմաստով ուրիշ է։ Եվ նման բաներ, այստեղ այս մասում ողբերգություն է, նաև այն, որ պատերազմում ուրեմն դավեն, Լավրովի բլան սարքեն, ասելով չի, ով է արել, ով չի արել, դոլորներ հասկանում են ով է արել, Ալիևին իրեն չախտեց, այդ 8 հոգին Բաքվում վկա, ինչ գործ ունեն, զենքը հանձնեցին ընկան ընտեղ, կրվեին չէ, հիմա տեսեք ինչ է լինում, այս բոլոր հարաբերությունները և դրանք բացվելու են, են էլ մի երկիր, որտեղ հա 4-ից մեկը երևի երկուսը կագեբեշնիկ լինի շպիոնություն ան ռուսների համար, պարզ է մաքրվելու է, ես չեմ ասում, որ Ամերիկան է անելու, պարզ է, որ այստեղ մենք լրացուցիչ էներգետիկա ենք ստանում, որպես պետ։ Նաև տնային աշխատանք։ Տնային աշխատանք նաև, եթե ստանդարտը վերջ չարեցինք, վատ մեզ համար է լինելու, մնանք փոսի մեջ, տեսեք հոտենք վերջան։ Ուզում եմ ասել, ձեր ասածի պատասխանն էստեղ է, դրա համար սրանք հիմնավոր հիմք ունեն, ուրեմն դոլարները, գրբաները երկեն ռուսական չաստուշկա, ուրեմն Ոչ ռուբլիով, չէ, դոլարով։ Հա, սիկլիկալներում, ուրիշ տարբերակ չկա։ Այս բաները պրոբլեմ են առաջացնում, բայց սա բերում է ուրիշ բանի, դրանով ամփոփեմ, որ մեր պետականության հիմքերի ուրեմն են դրվածքը շատ ավելի ռեալ դարձավ, շատ ավելի ուժեղ դարձավ, եւ մենք ապագայում ես ասեմ, եթե ինձ թվում է 10-15 տարի, եթե մենք քրտնաջան ձեր ասած տնային աշխատանք կատարենք, մենք լինելու ենք մոդելային իմաստով Թայվան, չիպեր, կիսահաղորդիչներ, համալսարանական կրթություն, միջուկային էներգետիկա, ֆիզիկա, որի 3-4 հատ ֆիզիկայի ակադեմիական ինստիտուտ ունենք եւ մնացած ամենակարևորներից մեկը եւս ինժեներական միտքը էլի տեխնոլոգիաներ ոչ միայն տեխնոլոգիաների ինչու ոչ ճանապարհաշինության կոմունիկացիաների հա ես հիշեցնեմ որ վստահ եմ որ մարդի տարիներ շարունակ կրկնել են որ մեզ ասենք այդ տեխնոլոգիական համալսարաններ են պետք։ Նույնիսկ մի օր այսօրվա ռեկտորը չի, նախորդ ռեկտորը փողոցում ինձ տեսավ, ասում է ոնց զրուցեցինք ճանաչում էի բան, ասում է չես կապել մեր համալսարանին, իրեն երևի ձեռնտու չէ։ Այդ ցավը տանեմ, ասի կապեք մեզ տեխնոլոգիական համալսարան է պետք, դու ուզում ես այդ չլինի կամ լինի, որ դու մնաս։ Այդ հիմա եկավ, չէ, այս տիպի բաները պետք է ամերիկյան լավագույն նորարարությունները, գյուտերը որտեղից են դուրս գալի։ Դուրս են գալի հենց տեխնոլոգիական համալսարաններից։ Չէ, հիմա ես ձեզ ավելին ասեմ։ Հայաստանում կան լավագույն տեխնոլոգիական մշակումներ, բարձր կարգի, ընդ որում Սիլիկոնյան հովտում փորձարկած այդ լաբորատոր Տոկիոյի համալսարան, Սինգապուր, օրինակ բարոն Գևորգյան Սամվելը, ֆիզմատ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ընկերություն, հայ-ամերիկյան ընկերություն համալսարանում, սրանք հիմա արդեն երկրորդ մասն է գալիս, ոչ միայն ամերիկացիներն առաջարկում են, եւ մեծ ձեռնտու ես, այլ նաեւ տեղի միտքը կշարժվի, տարիներ շարունակ այս մարդը չի կարողանում շարժվել, չի լինում, էլի 1000 մի հարց կա, այն ռեժիմի ժամանակ
պարտադրում են ռուսներին կտաս։ Այստեղ էլ բազմաթիվ բյուրոկրատիա եւ այլն, ես կարծում եմ, որ այս գզուկորթվի տեղից եւ այլն, որտեղ մենք մի խնդիր պետք է լուծենք, որպես ազգ։ Մենք տեղից պիտի բան մատակարարենք, կադրեր, համալսարաններ, ինստիտուտներ, մեր ինստիտուտները, որ աշխատեն ամերիկացիների հետ, որովհետեւ խայտարակ չլնենք։ Երկու չստանանք տնային աշխատանքից։ Եվ մի ամենակարևոր բան, մեր հայրենակիցներից շատերը ուղղակի ասենց ման են գալիս վիզուալ ինչ-որ բաներ, ապացույցներ, իրենց թվում է, թե եթե խոսք է գնում 9 միլիարդի մասին, ուրեմն այդ 9 միլիարդը ասենց տրցակներով գալու է մտնելու է Հայաստան, հիմա թող բաժանեն եւ այլն, բայց ասենք պետք է հասկանան, որ դա պլատֆորմա զարգացման։ Պիցցայագերությունն է։ Դա գիտեք ինչից է գալիս։ Այս մարդիկ որ գնացին մի քանիսը Կրեմլի թույլտվությամբ մասնակցեցին Ռուսաստանի կողոպուտին, մի մասն էլ իրավունք ստացան Հայաստանը ապա արդյունաբերականացնել, ապա կրթացնել եւ այլն եւ դրա համար կողոպտեցին, նա մտածում են անձրևի նման թափվի, բայց Ամերիկան աշխատանք է, գիտեք, ինչքան գիտեմ ապրել եք, աշխատել եք, չէ, Ամերիկան ոնց է, քրտնաճան աշխատում է, չէ, ինչ են ասում, այնտեղ ասում են ֆաբրիկաներում, գործարաններում, օրինակ թռչնի վերաբերյալ են ասում են, այնտեղ կորչում է միայն հոտն է, որ օդի մեջ գոլոշյան գործվում է։ Մնացած ամեն ինչը օգտագործում վերամշակում։ Ամեն ինչ, այսինքն, այստեղ մենք ունենք մի սուբյեկտիվ բան, որ երբեմն լինում է, էլի մարդու ազգի վատ ուրեմն դժբախտ դեպքը դառնում է բարեկեցության, հաջողության, ինչ-ինչ հանգամանքներում ոսկե եղջյուր։ Մենք ինչքան եմ ասել, որ մեր ժողովուրդը Ամերիկայում, Կալիֆոռնիայում է կենտրոնացած։ Կալիֆոռնիան կարող է դառնալ այն միջնորդ օղակը Թրամփի ուղու համար, իհարկե, սա բանի Սիկտիվկարի գողավազակ միլիարդատիրոջ հետ կապ չունի, սա մահ է իր համար, մահ է եւ այլն։ Ուզում եմ ասել, այս հարցերը շատ արագ պետք է կարողանանք կազմակերպենք անենք։ Ես չեմ կասկածում, որ այդպես է լինելու, որովհետեւ սա նաեւ ձեր ասած, եթե 30 հոգի տոկոսը չէ, բանը դրական լիցք է ստացել, չասեմ ոգևորվել են հիմա էլ էս ինչ մանալն ենք այդ ծևի անհիմը ոգևորվելումից պրակտիկա։ Հետ էլ ունենք։ Հետ էլ ունենք, չէ, այդ չի։ Հիմա դրական լիցքը սովորաբար լսարանի նման է, բերում է աշխատանք, բերում է տրամադրություն, փոփոխություն եւ այլն։ Եվ մի ակնհայտ է, խաղաղությունը որոշ ժամանակով ապահովված է։ Այդ տեսնում եք Ալիևին, ձեզ մոտ ասել եմ, նահանջում է, սկզբից Զանգեզուր էր ուզում, հետո Թրամփի բան, ինչ է, միջանցք, այս երկու օր արդեն ինչ բանին Իվենսին տեսել է, էլ միջանցքից չի խոսում։ Զանգեզուրի միջանցքը մոռացել է ընդհանրապես։ Դա ես ասել եմ, նահանջում է, նահանջ երկով։ Եվ հիմա համեմատություն էլ անենք, վերջացնենք այս մասը, եթե բան է։ Ինչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը ստանում է ոչ թե գործարանային արտադրություն, ֆաբրիկային մետավոր աշխատանք Հայաստան բերվող, այս ստանում է տեղում տնտեսություն, արդյունաբերական, գիտահեն բան, չէ, արտոնություն է ստանում։ Ես չեմ ուզում ասեմ, բայց այն 123-ը ստանում է Ամերիկայի միջուկային տեխնոլոգիաների փակ բանի թափանցման բանալի էս մեկ Էլ չեմ կիսա հաղորդիչ ես էլ ասեմ նայեք Թայվանը մի քիչ մտածեք տեսեք ինչ է դա Թայվանի նման մի բան է լինում եթե այստեղ մի բան ասեմ Թայվանը ունեցավ երբ որ ինքը բազավորվեց իր ազգային արժեքների վրա քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը իր մշակութային ազգային արժեքների վրա է գուսակցությունը ձեզնվեր այսինքն Էլ չեմ մնացածը բան չեմ ասում, բայց սա այն է ինչ որ Թայվանում եղել է։
Այո, հիմա դրանք ինչ է, մոդելներ են, չէ՞, պիտի կարողանալ հասկանալ, շարժվել առաջ։ Դե հիմա այսպես է, Բանդորայի արգղի նման է այս գործը, որ սկսվեց, կգնա։ Տեսեք Թրամփի ուղին ինչ է նշանակում, դա նշանակում է նաև Հայաստանի սահմանների ապահովություն, չէ՞։ Հետո պետք է փորձի։ Եթե փորձեցին, Ալիև ամենախելոքն է, արդեն ջոկեր պրծել է։ Եվ ինչ է, նաև Ալիևը պրոբլեմ է ստացել։ Իրեն տալիս են բաներ, նավակներ, չէ՞, Սուզանավային։ Հիմա հարց հետևյալ է, ում դեմ է ստացել, որովհետև Ռուսաստանի ինչ-որ մակի դեմ է, կամ Ռուսաստանի դեմ է, հավանականը կամ Իրանի դեմ է։ Հիմա սրանք, այսինքն պրոբլեմ ստացա, մենք նման պրոբլեմ չենք ստացել, հակառակն է։ Այն բան հավասարակշռությունը, որ Հայաստանը խախտվել է պատերազմի մեր պարտության, եւ հիմա հայկական, այսպես ասած, այդ միջավայրը լցվում է տեխնոլոգիաներով, եւ նա դառնում է այն առանցքը, ասած չէ, որտեղով կարգավորում է մնացած հարցերը, ու այսպես ասեմ, Աստված էլի չտա։ Սա Մարշալի պլան, երկրորդ պլան է, եթե նմանություն կուզեք, սա շատ բան է, Ջիբրալթարը եւ այլն, բայց պետք է օգտվենք։ Ինչ որ իմաստով նաև տեխնոլոգիական լենդ-լիզ է։ Ինչ է, այո, ինչ եք ուզում, այո, գիտելիքի, նաև աշխատանքի մշակույթի։ Չես կարող ամերիկյան համալսարանում գնաց հորանջելով, լսարաններում իշխանության վարկաբեկելով, դասախոսին կաշառք տալով, բանով, բլեֆով, գիտելիք չունենալով, եւ այլն աշխատես, դե ինչ ասեմ, ես Ամերիկայի գովքը չէ որ ուզում եմ անել, այն մշակույթ քաղաքակրթություն եւ վերջին հաշվով, ասենք ինչ ենք, մենք ինչքան եմ ասել, մենք որպես ժողովուրդ ուրեմն հնագույն քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից մեկն ենք, մինչև քրիստոնեությունն չէ, ում հետ, Իրանի հետ, պարսիկների հետ, հույների հետ, հռոմեացիների հետ եւ այլն։ Ակնհայտ է, որ Պոմպեոսի հետ Տիգրան Մեծի են պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանի մշակութային քաղաքակրթական կոդը ընդմիշտ դարձավ արևմտյան։ Եվ մենք այստեղ ենք, մենք աղճատվել ենք, ոչ փոխվել։ Ինչ ռուս, ինչ ռուսական, ինչ ռուս մշակույթ, չեմ ասում լինի չլինի։ Մեր համար դա ինչ է։ Մենք այստեղ ենք, հիմա պատմության հանգամանքների բերումով մենք վերադառնում ենք մեր ավազան, որտեղ ստեղծել ենք եւ ահա բացենք փակագծերը, դիվենսի այն ոգևորված այն մասը, որ քրիստոնեական հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն, հբարտ չէ, այստեղ այս կագեբեշնիկները քրիստոնյա եւ այն ասում են ռուսական խաչ են անընդհատ բանանում, կոշիկ լիզում, հասկանում եք ոնց է, այսինքն արժանապատվություն է մշակույթի եւ այն սա բանում հայտնի այդ ինչ որ ասվեց, սա փափուկ այնուժն է, փափուկ ուժ, որ Ջոզեֆն է, ամերիկյան կոնցեպցիա է, դե լավ գիտի, որտեղ ամերիկյան համալսարան է ավարտել։ Այսինքն սա այն փափուկ ուժն է, որով Հայաստանը դուրս է գալու, չվախենանք, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության իդեալ, արարչագործության հայրենիք եւ Հայաստան։ Մարդ հետ ասեց, ուրիշ բան ասեց։ Ամենակարևոր հանգամանքը, ես օրինակ մի փոքր ուսումնասիրություն արեցի եւ իրականում մեր հայտնի հայերի հիմնական ուղին եղել է դեպի Միացյալ Նահանգներ, սկսած 19-րդ դարի սկզբներից, նաեւ 18-րդ դարի վերջերից, մինչեւ մեր օրերը։ Այսինքն մենք մեր ժողովուրդը ինչ որ բնազդով թե ինչ իմացել է, որ ինքը կարող է կայանա այն միջավայրում, ինքը հայրենիքից չի փախել, ինքը փախել է միջավայրից։ Չէ՞։ Այսօր ուրիշ բան է տեղ ունենում։ Այսօր այդ միջավայրը տեղափոխվում է Հայաստան։ Հայաստան է բերվում։ Ես հիշում եք, որ ասում էի, Հայաստանը ոչ միտեղ չի գնում, աշխարհը գալիս Հայաստան։ Ինչու՞։ Որովհետև այստեղ արարչագործությունն է։ Այն կապ չունի, որ Նախիջևանն այսօր ընտեղ է, բանը, Մասիս սարը ընտեղ է, Աստվածաշունչը որպես գիրք
չի վերցվել Սուրբ Գիրքը որևէ մեկի մոտից։ Եվ այսպես ինչ եմ ուզում ասել, ուրեմն այս հարցերը աշխարհը գալիս է քաղաքագրչան իր ծննդավայր, երից մեկը եւ դա նորմալ է շատ։ Իհարկե, այսպես սուտ լոպազանալ պետք չի անիմաստ, բայց հպարտանալ եւ այդ հարցերը լուծել է պետք։ Եվ ներկայանալ է պետք, ներկայացնել է պետք, որտեղ ամփոփիչ ասեմ իմ խոսքի համար եմ ասում։ Քրիստոնեություն եւ այլն սա փափուգուժ է, այն որ մշակույթ է եւ այլն, Արժե համակարգ։ արժե համակարգ է, որը ուժ է, ռազմական ուժ է, խելացի ուժ է, Ջոզեֆ նա է, ուրեմն փափուգուժ է, ինչ եք ուզում։ Այսպես էլ ուզում եմ ասել, մնացածը դա Աստված, որ մենք կարողանանք տնային աշխատանքը կատարենք, տնային տրված հանձնարարությունը կատարենք։ Սա Վիլսոնի վերադարձն է այլ իմաստով։ Վիլսոնյան, որտեղ փորձեցին չեղավ էր։ իրավարար վճռի մի ուրիշ տարբերակ։ Մնացածը տարածք եւ այլն իհարկե Հայաստանն ինչքան կհզորանա, այնքան իրավական հարցերի լուծող կդառնա, բայց այս վիճակով սա շատ լավ է։ Ընդ որում Դևենսը մի հետաքրքիր բան էլ ասեց, բնականաբար Միացյալ Նահանգների արարողակարգում պատահական ոչինչ չի լինում, չէ՞։ Եվ ինքը մի բան ասեց, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային լայն իմաստով տարածաշրջանային կենտրոն հենակետ, թերևս նկատի ուներ նաև հաբ, ասեց։ Եվ էդի պատահական բան չի։ Այո, Հայաստանը դառնում է այդ գումարած այսօր Կովկասի բանալի պետություն։ այո, Եվ բանալին տվեցին գնացին։ Այո։ Նա շնորհքը մերն է, բանալի պետություն, key state, ընդ որում դա ամերիկյան գաղափարի մեջ չի, որի մասին տարիներ այդպիսի պետություն է Իսրայելը, այդպիսի պետություն է դիցուկ։ Եվ տեսեք, եթե ֆիզիկապես ենք նայում աշխարհագրությունը, ֆիզիկական, տեսեք Հայաստանի Հանրապետությունը, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, մենք կենտրոնում ենք։ Էլի, այդտեղ ենք Ստրատեգիայի մեջ ինչ են արել, մի սկզբունք կա։ Եթե ուզում ես շղթան բարձրացնել, ուրեմն շղթայի մեջ գտնում ես ամենաօպտիմալ բանը, օղակը բարձրացնում ես։ Հայաստանը այդ օղակն է եւ բարձրանալու է։ Եվ ոչ ման չկա դրա համար էլ այս ընտրությունները պիտի հաղթել, ռուսական սեգմենտին պիտի ջնջխել, որտեղ նրանք օտար ուժ են, ոչ թե մերը չեն, օտար ուժ են։ Գիտեք ինչ են բերում, էլի, սկսել են երթումները, մենք լավ կկառուցենք, դե կառուցեիք էլի ձեր կառուցածը կարող 30 տարի ժամանակ ունեիք, հա։ Կառուցեք, ձեր երկիրը կառուցեք, հələ մի հատ ձեր հարցերը լուծեք, էլ ու չեք կառուցում։ Ուզում եմ ասել խելքի այսպես է, բայց ընտրություններում ասում եմ, այն պետական ամետ ուժերը պիտի անպայման խորհրդարանը վերցնեն, հստակ։ Անպայման։ Եվ սրանց պիտի ջախջախեն, ու վերջ։ Իրենց էլ պիտի բարտադրել այս բիզնես ունեք, օրենք շրջանակներում գնացեք փողը դրեք, աշխատեք, եթե բաներ, ուրիշ ոչ մի բան։ Հիմա միջազգային խելք ունենան, իրենք հայտարարեն կգնան։ Սրանք խելք չունեն, Մադուրոյի ճամփով են գնում, որ վերցնեն տանեն։ Դա ես չեմ ասում, Թրամփն է ասում, էլի։ Իդեպ նաև մի շատ կարևոր հանգամանք դուք հպանցիկ էդի նշեցիք, Կալիֆոռնիայի հայերի հանգամանքը, դա հայկական, կարելի է ասել, ամբողջ Սփյուռքի ամենաուժեղ, ամենակայացած հայկական զանգվածների, եթե ամենահամալսարանային, այո, ամենառազմաարդյունաբերական նահանգն է։ 6-րդ, կարծեմ 6-րդ տնտեսությունն է աշխարհի։ աշխարհի։ Եվ չէ, մենակ ինքը նահանգ։ Հա, եւ Կալիֆոռնիայում էլ էական ազդեցություն ունեն մեր հայրենակիցները։ Դե եմ ասում, այնտեղ պիտի կենտրոնանան։ Հա, ուրեմն նաեւ ես արդեն բազմաթիվ այդպիսի ազդակներ եմ լսել, որ բազմաթիվ հայեր այն լավ իմաստով, ժողովրդական իմաստով, սենց իրենց ճամպրուկները հավաքում են տեղափոխվելու Հայաստան։ Ես երեք Ռուսաստանի հայերի հետ եմ, դե միշտ
Ասում եմ, լսեք, ախալքալակցիներ են, մեկը ախալքալակ չեք գնալու, ստես մի խոսեք, Ռուսաստանից։ Լեզուն կորցրել են, դաստիարակությունը կորցրել են։ Այսինքն իրենք մեղքեր չունեն, երեխեն չգիտես ինչ։ Միջավայրը նայ։ Այո, ինչ ապագա ունեք, տնտեսականներ վատանում են։ Եկեք Ջավախք, գնացեք։ Չեք ուզում Հայաստան եկեք։ Եթե չեք ուզում, գնացեք Կալիֆոռնիա, ինչ եք ուզում։ Ինչ եք կպել այդ երկրից, ինչ եք ուզում։ Ընդ որում լավ կպել են այդ երկրին ջհանդամ, բայց եթե կպել եք այդ երկրին ձեր երկրի դեմ այո, աշխատելու, դա ձեր երկրի դեմ է, դա ախալքալակցիկ չեն խառնվում։ Դե հա, ախալքալակցիկ միշտ են գալու են ընտրությունների մասնակցել, իշխանությունը չոր արկել են ցանկացած Ռուսաստանի հայ պիտի արկել են ստե մասնակցել ընտրություններին։ Այսինքն հետաքրքիր առաջարկներ է կար, չէ՞, եթե այդ մարդը 6 ամիս գոնե նվազագույնը Հայաստանում չի եղել, բոլորը պիտի կիրառեն, չպետք է նայել որևէ բան։ Դա չէ քաոսի են վերածելու։ Սա պատմական շանս է, ճիշտ է։ Հա, հնարավորություն է այս մեր վիճակում, որ մենք կարողանանք շարժվենք։ Հիմա եթե չէ, նաև զգուշացնեմ, իմ թվում է հաջորդ նախագահ դիվենսն է լինելու, գիտեք, հանրապետական կուսակցության ամենա բանն է, մեծ հավակնություն ունեցող տեխնացուն է եւ մեծ ժողովրդականություն ունեցող նաեւ։ Եվ հանրապետականները ինձ թվում է, եթե կհաղթեն, ինքն է լինելու։ Միանշանակ է։ Մարկ Ռուբիոն էլ հաստատ երևի իր տեղն է լինելու։ Հա, Ինչ եք ուզում ել։ ավելի մասին էլ ես մեր ասեմ։ Քիչ է, հերիք է բամբասեք Թրամփը։ Թրամփը չլներ, ես բոլորը չեր լիներ, իմացեք։ Հայերն եմ ասում, շատ մի ոգևորվեք։ Եթե նաեւ Բայդենիստներին եք ասում, չէ՞։ Բոլորին եմ ասում։ Որովհետեւ իրենք քաղաքական ռեալիստներ են, քաղաքականություն փոխեցին, չէ՞։ Եվ վերջին հաշվով այդ բոլորը ինչ որ կա, ես նույնիսկ չգիտեմ, երևակայության հարց է, դե մանրուքներին չեմ տիրապետում, թե էլի ինչ կա այդ հոդվածների տողատակերում, բայց մի ուրիշ բան կա, որպես գիտության դոկտոր գիտեմ մի բան, որ եթե դուք այստեղ հարցը լուծում եք այս բանաձևի մեջ, բեն գալիս է ինքը։ Այսինքն այնքան շանսեր են առաջանում աշխատանքի ընթացքում։ Ացանցիալներ իր համար, այո, որ այսօր տեսանելի չեն, կարող է տեղեկատվության առումով, կարող է, բայց կյանք այդպես է, չէ՞։ Միջուկային, ամերիկյան միջուկի հետազոտությունների բանալի եք ստանում։ Ինչ եք ուզում, ինչ ռուսական ատոմակայան։ Ընդ որում նաև ակնարկել եղավ, չնայած բացահայտ ասես, նաև հազվագյուտ մետաղների։ Մերը պետք է մշակվի։ Մերը, հիշում եք, որ շատ էի ասում տեղական։ Մենք դրա մասին էլ ենք խոսել ենք, իսկ տարիներ շարունակ, որ ես քարի արդյունաբերություն ստեղծեք նորմալ։ Դու փոշու արդյունաբերություն եւ այլն, Հայաստանը ահռելի հարստություն ունի ոչ մետաղական հանքերի տեսակետից, մենակ դա չի։ Եվ ամերիկյան տեխնոլոգիաները, այդ աղտոտվածություն բան եւ այլն։ Հիմա բարձ չի, որ եթե սկսվի հայկական կապիտալը պիտի փորձի ամերիկյան կապիտալը մուտք գործել մեկ եւ երկրորդը ամերիկյան կապիտալը, դա էլ էսպես է։ Վախենալ պետք է, չէ՞, եթե վախենում եք, տնից դուրս մի եկեք։ Հա։ Ես մի կեր ունեի, շատ էր վախենում, դուրս չէր գալիս, ասում ինչ է պատահել, ավտոյի տակ կնեմ։ Ենքան մի օր դուրս եկել տնից, գրիպիչը գլխին էր, տեղում գնաց։ Շատ մի վախեցեք, շատ մտածեք, հա։ Շնորհակալություն, պարոն Շրինյան, մեր եթերաժամը ցավոք սպառվեց, մենք կարող ենք երկար շարունակել։ Այո, առիթ նորից կլինի, եւ նաեւ ուրախանալու առիթ նորից կլինի։ Այո, մի քիչ ժողովրդի դրամատուրգիան փոխվում է։ Այո։ Պարտադիր է, դա ցեղասպանությունն է, բանն է, Քոչարյանն է, Մոչարյանը, բայց Սերժը, հերիք է։ Ես առաջարկում եմ այդ քննարկումներ չանել այլևս։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, ամեն բարիք ձեզ։